Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, նախ համակարգված ներկայացնելու համար։ Իրականում մեր առաջարկը, որ ներկայացվել էր, ոչ թե օրենքի խախտում էր ժամկետի առումով, դա հայեցողական լիազորության հարց է, օրենքի որևէ դրույթ չկա, որ արգելի հիմնական զեկուցողին կամ հեղինակին իրացնելու դա կամ դիտարկելու դա որպես կոնկրետ առաջարկություններ, բայց այնուամենայնիվ դա ձեր արդեն հայեցողության լիազորության դաշտն է, այստեղ առարկություն չունեմ։ Տեսեք, դուք նշեցիք, բայց մեր առաջարկը վերաբերում էր ոչ թե քանակ ավելացնելուն, այլ վերաբերում էր նույն կարգավորումը, ինչ որ մենք ունենք օրինակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կամ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, նույն կարգավորումը լինի նաև տեղեկատվական այս նոր մարմնի ձևավորման շրջանակներում, այսինքն հերթականությամբ կառավարության առաջարկություն, իշխող խմբակցության առաջարկություն եւ ընդդիմադիր խմբակցության։ Հիմա ձեր ներկայացածով գուցե այդպես չի, ես խնդրեցի հիմա նաեւ հանձնաժողովի աշխատականը, որպեսզի տպված վիճակով բերի, ստացվում է, որ բոլոր դեպքերում մեկ անդամի առաջադրելու իրավունք է ստանում։ Մինչդեռ մեր առաջարկած կարգավորումը կարող է ստեղծել իրավիճակ, երբ որ մեկի փոխարեն երկուսը կարող առաջադրել ժամկետի մեջ նկատի ունեմ, էլի։ Մենք պատկերացրեք, եթե ընդունենք 6 չի 5 է, դուք հիմա առաջարկում եք 6, այդ 6 ընդհանրապես հանձնաժողովները կենտ թվով են ելնում, զույգ թվով չեն ելնում, էլի։ Եթե բան չի, կարող ենք էլի 5-ը պահպանել, պարզապես ընթացակարգը հետևյալն է։ Առաջադրվեց, մանավանդ առաջին օրինակ կազմի ժամանակ, առաջադրվեց 1, 2, 3, դրացավ այս հաջորդ փուլը, առաջադրման իրավունքը կառավարություն, իշխող մեծամասնություն եւ այլն, այսպես շարունակ։ Հիմա տրամաբանությունը դա այստեղ հուշում է, որ հնարավոր է, որ երկու անձ առաջադրվի։ Ժամանակի ցանկացած փուլում հնարավոր է, որ մի այն ներկայացման իրավունք ունեցողը ժամանակի մեջ նույն իր գործունեության ժամանակահատվածում երկու անձ կարողան առաջադրի ըստ հերթականության։ Հետևաբար, որպեսզի թյուրիմացություն չլինի, խնդրեմ այստեղ հստակ բարձրաբանում, սահմանվել է ուղղակի մեկ քվոտա, թե առաջադրման իրավունք, սա հստակեցնենք առանց սահմանափակման, քվոտայի սահմանափակման։ Եթե որտեղ սկզբունքային հարց է սա, կազմավորման տեսակետից եւ գործունեության տեսակետից։ Երկրորդը, մենք ունենք նաև առաջարկություններ կապված ազգային անվտանգության ոլորտում եւ այլ կարևոր ոլորտներում այն կոշտ սահմանափակմանը, որ սույն օրենքի դրույթները չեն տարածվում այդ ոլորտների վրա։ Որքան գիտեմ, նաև քննարկումների ընթացքում էլ պայմանավորվեցինք, որպեսզի հստակություն մտնի, որ կիրառվում են, սակայն եթե առանձնահատկություններ կան սահմանված այդ օրենքներով, այս ոլորտներ, այս կազմակերպությունների գործունեությունը կարգավորող ոլորտներով, ապա կիրառվում են այդ առանձնահատկությունները, որպեսզի ստանդարտը լինի միևնույնը բոլորի համար։ Բայց այս մասով ոնց որ չլսեցի ես ձեր կողմից տեսակետ, խնդրեմ, որպեսզի նաև այս մասով բարձրաբանում ներկայացվի։ Իսկ ընդհանուր առմամբ շնորհակալ եմ մեր առաջարկները քննարկման առարկա դարձնելու համար։ Նախ ես այսպես պարոն Հայրապետյանը պատասխան այդուհանդերձ անդրադառնամ, էլի պարոն Հայրապետյանը ասաց, որ բովանդակային առումով ուսումնասիրել է առաջարկները, բայց մենք առաջնորդվում ենք ազգային ժողովի կանոնակարգ օրենքով եւ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի շրջանակներում խմբակցության գրավոր առաջարկների համար նախատեսված է ժամկետ։ Եթե իրավական առումով ժամկետը անցնելուց հետո են ներկայացվել այդ առաջարկները, մենք համարում ենք, որ նման առաջարկներ չկան, բայց այդ բանից բովանդակային այդպիսի արգելք չկա, պարոն Վարդան, իմ ասածը սա հայեցողական լիազորության դաշտում է։ Դա բար, մեկնաբանության հարց է, բայց մենք այդպես ենք մեկնաբանում, եթե կարիք ունեք, երբ մեկնաբանում, մենք կարող ենք առանձին աշխատանքային քննարկման խնդրեմ։ Ես